Kevin Marathon գնալու ես հանգամանքով Գիտեմ, որ որքան սպասված էր Ամպերի հավաքվում հետո կասեմ, դե մեկ տարուց ավել է, մեկ տարի, հա, որ մայրաթորում չեմ եղել, մայր տաճարում չեմ եղել, Կիրակի օրը կզգացվի, չեմ կարող իմա որը, բան շատ ուրախ եմ մխիթարված եմ, որ ես հնարավորությունը կա և ուսամ նաև ինքնին իմ մտածումով, իմ պատկերացումով, իմ միջոցով մեր երկրի ազատագրության ճանապարհի քայլերից մեկը լինի։ Սպասան անդադ այս ընթացքում մեղադրում էին եկեղեցում քաղաքականության մեջ խառնվելու իշխող ուժը անդադ սա է մեջ բերում։ Հետադարձ հայացում են։ Իրենք ամեն ինչի մեջ խաբեբա են և ստախոս, իրենք կեղեքել են, կողոպտել են մեր կենսագրությունն ու պատիվը։ Ոչ ինձ համար, ոչ որևէ եկեղեցականի համար, որ խորությամբ է ճանաչում մեր ինքնությունը, մեր ազգի նկարագիրը, խորությամբ, կենսագրությունը չի կարող հանդուրժել այս գողությունը, որ իրենք կատարում են։ Սա քաղաքականություն չի, ես անընդհատ ասելու եմ։ Քաղաքականությունը դասական գործընթացներ են, ինչպես այս ընտրություններն էին կեղծված օրինակ։ Բայց մեր անելիքը, մեր գործը, մեր պայքարը քաղաքականության մասին, կենսագրության մասին է, գոյության մասին։ Չեք կարող Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսին մեղադրել, որ քաղաքականության մեջ էր խառնված, երբ Սարդարապատի ճակատամարտի կոչ էր անում։ Եվ այսպես շարունակ։ Սա ես ասում եմ չհասկացող ուղեղների և խուլ ականջների համար թեպետ։ Ինչ քաղաքականություն, եկեղեցին ոչ մի բան չունի, մղում չունի, մեր ինքնությունն է և մեր կենսագրությունը վերջ, պայքարը դրա մասին է։ Իշխող ուժը նաև նշում էր, որ եթե իրենք չիրականացնեին սահմանազատում ու սահմանագծում Կիրանցում, այդ սահմանը անցնելու էր քաղաք Իջևանով և նաև անդրադառնալով ձեր շարժմանը դրա դեմն առնելուն, այսպես ասած, նշում են, որ դա էլ եթե տեղի չունենար, իրենց կողմից չարվեր, պետականությունն էին կորցնելու Հայաստանի Հանրապետության։ Այո, նախ ասեմ ձեզ, ավելորդը նույնիսկ սրա մասին անընդհատ խոսել է։ Իրենք ճորտի պես ծնկած վաճառել են և վաճառում են և դեռ վաճառել են մեր հայրենիքը։ Մեր շարժումը Աստծով այն ժամանակ հաջողելուն և ապագային էլ հաջողելուն։ Ասել եմ վերջերս, այդ պատը կլիներ գետից մյուս կողմ, ոչ թե խեղդված Կիրանցի տարածքում։ Հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը մեզ համար թանկագին հող է, թանկագին հող։ Իրենց համար արոտավայրը, իրենց համար խրախճանքի վայրեր են։ Ես տեսել եմ իմ աչքերով այդ նույն տարածքներում այդ մարդիկ ինչպես են հարբեցողությամբ զբաղվել, ինչպես են խրախճանքներ արել, ինչպես են թուր քաշել աշխարհի դեմ եւ այլն եւ այլն։ Մեր շարժումը մեկ բանի մասին է՝ արդարություն, ճշմարտություն եւ հաղթանակ, պատիվ, կենսագրություն։ Եվ մենք, այո, չեմ էլ թաքցնում, յուրաքանչյուր միլիմետրը մեզ համար սրբավայրը, վերջ, այստեղ կոմպրոմիս չկա։ Ինչու թուրքերի համար կարող է լինել, ինչու ադրբեջանցիների համար կարող է լինել այդպես պարտադրանքով բոլոր հողերն ու տարածքները հետ վերցնելու կամ գրավելու ավելի ճիշտ ներողություն։ Եվ որևէ մեկը չի խոսում այդ մասին։ 900 հեկտար նուրա բերքաբերի, չկա։ Սա պարտադրանքի մասին է եղել, պարտադրանքի, որ մինչև հիմա էլ ծնկած ապրում են եւ մեր հաշվին են ապրում։ Մեզ էլ են ուզում ծնկեցնել, բայց չի կարող, հնարավոր չի դա, անհնար է։ Ուզում է 7 միլիոն մարդ իրեն ընտրած լինի, բացարձակ նշանակություն չունի ինձ համար, կոնկրետ նշանակություն չունի դա, որովհետև այդ մարդկանց խաբում են, ստում են, կաշառում են, կեղծում են, ինչ ասես անում են այդ մարդկանց։ Իսկ մեր շարժումն ու պայքարը ի վերջո հասնելու է տեղ,
իր հանգրվանին, որովհետև դա ճշմարտության եւ արդարության մասին է, այլ կերպ չի կարող լինել։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով հրավիրելու են հանրահավաք։ Դուք ինչպես եք սա գնահատում։ Ես ընդդիմադիր տերմին կոչվածը արգահատել է ինձ համար։ Ինչին ենք ընդդիմադիր։ Ով է ընդդիմադիր։ Եվ ընդհանրապես այդ ընդդիմություն, դրանք քաղաքական տերմիններ են, որոնք բացարձակ ինձ համար ընդունելի չեն այս պահին։ Սա հայրենիքի ազատագրության շարժում պետք է լինի, հայրենատեր մարդկանց շարժում, հայրենատեր մարդկանց համահավաք, ինչ ընդդիմադիր, ինչին են ընդդիմադիր, չարիքին, ինչին են ընդդիմադիր, ոչ մի բանի։ Ուրեմն պետք է նաև լինի որոշակի իմաստով շեշտադրված կերպով, որպես հայրենատեր մարդկանց հավաք, կազմակերպություն կամ անհատներ։ Ես այդ ընտրական գործընթացների այսօր ոչ մի գնահատական չեմ կարող տալ, իրենք դաշտում են, գործում են, կարծում եմ մեզնից շատ ավելի շատ իմաստուն մարդիկ են, գիտեն ինչպես անեն, ինչպես չանեն, վստահաբար գիտեն, բացարձակ ես ասելիք չունեմ եւ մաղթում եմ, որ հաղթեն, այս պահին մաղթում եմ, որ հաղթեն, փոքր հարցերով չզբաղվեն, անպետք հարցերով չզբաղվեն, այլ զբաղվեն կոնկրետ մեկ թիրախավորված խնդրով, որ մեր հայրենիքի ազատագրությունը։ Մաղթում եմ, որ կարողանան հասնել դրան։